Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Եմ շնորհակալ։ Միասին ամփոփելու ենք անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք շաբաթվա սկզբում Փաշինյանի հարցազրույցից հանրային հեռուստաընկերությանը տված։ Ես իհարկե առանձնացրել եմ ամենակարևոր 2-3 կետերը, որի շուրջ ուզում եմ ձեր մեկնաբանությունը լսել։ Փաշինյանը խոսեց, որ Հայաստանը այո քննարկում է Միսկի խումբը լուծարելու գործընթացը, սակայն որոշ վերլուծաբաններ նշում են, որ Միսկի խումբը վաղուց լուծարված է, ամորֆ մարմին է, որևէ գործառույթ չի իրականացնում, օրգանիկ չէ։ Բայց նաև մի կողմից որոշ վերլուծաբաններ նշում են, որ ամենևին Միսկի խումբը շատ կարևոր կառույց է։ Ես կցանկանայի նախ խոսենք, ինչ գործառույթ է իրականացնում Միսկի խումբը Հայաստանի Ադրբեջանի մասով, եւ երկրորդը, հարցի երկրորդ կարևոր մասը, Ադրբեջանը շատ ողջավորված ուզում է այս գործընթացը մինչև վերջ իրականացվի Միսկի խմբի լուծարումը։ Ինչով է պայմանավորված Ադրբեջանի նման չասեմ վախվորած, բայց անհանգիստ վիճակը Միսկի խմբի լուծարման մասով։ Նախ ձևաչափերի հետ կապված, որ հաճախ ասում են չի գործում, երկար ժամանակ որևէ հավաք չի եղել, կա Ժնևյան ձևաչափը Աբխազիայի Օսեթիայի հետ կապված չի լուծարվել, բայց արդեն 2008 թվականից հետո քանի տարի անցել, որևէ հավաք տեղի չի ունեցել։ Բայց սա ձևաչափ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, սա ձևաչափ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Երկու հարցը միացնեմ իրար, ինչու է Ադրբեջանը վախվորած Միսկի խմբից, որովհետև նա գիտի, որ աշխարհը չի ընդունել 2020 թվականի պատերազմի արդյունքները, բացի Ռուսաստանի ղեկավարից, որը շտապեց դեռ Փաշինյանից առաջ ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որևէ Միսկի խմբի այլ համանախագահների կամ համանախագահ ղեկավարների կողմից մենք այդպիսի արտահայտություն Ոչ Ֆրանսիայից, ոչ Միացյալ Նահանգներից։ Այո, եւ հենց Ռուսաստանն է, որ անընդհատ ասում է, որ Միսկի խումբը լուծարված է, այլևս գոյություն չունի։ Էլի ոչ Ֆրանսիայից, ոչ ԱՄՆ-ից մենք այդպիսի արտահայտություն չենք լսել։ Հակառակը հիշում ենք, որ Բայդենը նոր ներկայացուցիչ էր նշանակել Միսկի խմբում։ Այսինքն Ալիևը շատ լավ գիտակցում է, նաև Վլադիմիր Պուտինը, որ Միսկի խմբի հարցը Հայաստանը չի որոշում, Լեռնային Ղարաբաղի հարցը փակելը Հայաստանը չի որոշում, տարբեր կենտրոններ դա օգտագործելու են իրենց շահերից ելնելով։ Դրա համար բանաձևեր են ընդունվում Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, այսինքն սա մահակ է լինելու Ադրբեջանի վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից հարցը փակելու, նախ Հայաստանը Ադրբեջանը որ դիմեն, նախարարների խորհուրդ պիտի հավաքվի, ես որքանով ուսումնասիրեցի Մինսկի խմբի բոլոր երկրների մասնակցությամբ կոնսենսուսով քվեարկություն տեղի ունենա եւ դա որպես կանոն տարվա վերջ է տեղի ունենում։ Մենք չգիտենք ով ինչպես կքվեարկի, չէ՞։ Այսինքն Հայաստանը չի փակողը, ոչ էլ Ադրբեջանը։ Եվ նույնիսկ եթե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա չի խախտում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինքնորոշվում են ինչ որ տեղից։ Հաջորդ շեշտադրումը կարևորն էր, որ Փաշինյանը հնչեցրեց, որ խաղաղության փաստաթուղթը ստորագրելուց հետո նոր հանրությանը կիրազեկվի այդ մասին։ Ինչ մշակույթ է սա, ինչու ենք մենք միշտ իմանում ամենավերջում նման կարևոր փաստաթղթերի, համաձայնագրերի, պայմանավորվածությունների մասին։ Գիտեք, եթե հակառակ կողմն էլ այդպես դրսևորեր իրեն, եթե այնտեղ գաղտնի ինչ-որ կետեր կան, դա մի կողմ, որ չի կարելի հանրությունից թաքցնել պայմանագիր, որովհետև կարող է այնտեղ տարածքային զիջումներ կան, հենց նույն միջանցքի հետ կապված, չնայած ասում են այդ հարցը չկա, բայց եթե այդպիսի խնդիր չի, ինչի՞ չեք հրապարակում։ Եվ տգեղ է, որ Հայաստանի ժողովուրդը Ադրբեջանից է իմանում, որ Հայաստանը համաձայնվել է երկու կետերի, որը խնդրահարույց էր Ադրբեջանի համար, հիշում եք, չէ՞, մեր ԱԳՆ-ն արձագանքողի 17 կետերից 15 կար, մնացել էր երկուսը, երկուսն են համաձայնվել։ Սա հիբրիդ պատերազմի մաս է եւ Հայաստանը չի գիտակցում, որ սրանով ապակայունացնում է ներքին իրավիճակը, մարդկանց մեջ վստահություն սա չի ներշնչում եւ թողնում է, որպեսզի Ադրբեջանը պարբերաբար այսպես շահարկումներով Հայաստանում ուրեմն նյարդային մթնոլորտ պահի եւ անվստահություն Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Սա իհարկե սխալ եմ համարում, պետք է հրապարակել եւ Նիկոլ Փաշինյանը ինչ էր միշտ ասում, ասում էր ես կգամ, ձեզնից կհարցնեմ, հրապարակում, չէ, ժողովուրդն է որոշելու։ Կարծում նա պիտի իր խոստումներին տեր կանգնի։ Ինչպես պետք է պահանջենք, հա, մենք նույն քաղաքացիական ինչ կեցվածք պետք է դրսևորենք, որ այո, մենք ուզում ենք, մենք մասնակիցը լինենք, վերջապես մենք ենք որոշում։ Յուրաքանչյուր իշխանություն գալիս է որոշակի ժամանակ անց գնում, բայց թողած հետևանքները շարքային քաղաքացին է, հա, իր ուսերին տանում։ Դե փորձագիտական շրջանակները նախ պիտի շատ ակտիվ լինեն, չեմ կարծում, որ ժողովրդը հանրահավաքներ ցույցեր կազմակերպի պահանջով, որ հրապարակեք պայմանագիրը, այդքան ակտուալ չի հիմա դա, չնայած դա էլ է սահմանադրական իրավունք, համենայն դեպս եթե ընդդիմությունը եւ փորձագետները ակտիվ լինեն այս հարցում, կարծում իշխանությունները ուզեն չուզեն պետք է գնան մեզ ընդառաջ, բայց քանի որ ընդդիմությունը ինքը վստահություն չունի ժողովրդի մեջ եւ երկրի ներսում, պահանջողը պետք է լինեն հենց ակտիվ փորձագետները։
Տեսեք, խաղաղության պայմանագրի մասով եմ ուզում անդրադառնանք։ Սա փաստաթուղթ է երկրների միջև հարաբերությունների կարգավորման, թե հանրույթների, հասարակությունների հաշտեցման մասին, թե երկուսը միասին, որտեղ կարծես հաշտեցման մասին ոչ մի բան չկա։ Ինչու, որտեղ բառացիորեն 2 օր առաջ բռնապետ Ալիևը իր բռնապետի կնոջ հետ անհասկանալի ծագման Արցախում էր, հայկական Արցախում, որը օկուպացրել են իրենք, եւ այնտեղ իրենք նշեցին, որ հայերը վանդալներ են, հայերը նացիստներ են, հայրին պետք է սպանել, այրել եւ ամենավատ բաները։ Սա ինչ փաստաթուղթ է։ Հիմա երկրները կարգավորում են հարաբերություններ, թե հաշտեցվում են հասարակությունները։ Երկրները կարգավորում են հարաբերությունները, բայց նախ մենք չենք տեսել պայմանագիրը ամբողջովին, ես չեմ կարող ասել դա ինչի մասին է, ինչ կետեր կան, որոնց մենք տեղյակ չենք։ Հնարավոր չէ կետեր լինեն, որ մենք հետո իմանանք դրա մասին։ Եվ ինչ վերաբերում է հասարակություններին հաշտեցնելը, դա բառով չի լինում, ոչ էլ պայմանագրով։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում հայատյացություն է քարոզվել, այդ որ մեզ ֆաշիստ են անվանում։ Հիմա էլ է քարոզվում, հենց հիմա Շուշիում քարոզվում է։ Այո, եւ ռեալիստական չէ Հայաստանի ղեկավարության տեսակետը, որ փաստաթղթով կարելի է հաշտեցնել, նույնիսկ հասնել խաղաղության, նույնիսկ հրադադարի։ Այսօր Ալիևը պատրաստ չի այս 3 կետերից որևէ մեկին, եւ թշնամու կերպար ունենալը իր երկրի ներսում կարեւոր է երկրում իշխանություն պահելու համար, որովհետեւ մենք գիտենք խաղաղությունից հետո հարցեր են առաջանալու Ալիևին երկրի տնտեսական կամ դեմոկրատական ժողովրդավարության հետ կապված ընդդիմության ճնշումների վերաբերյալ։ Այսինքն Ալիևը պատրաստ չի խաղաղության, այս փաստաթուղթը չի ստորագրվի, իսկ եթե նույնիսկ ճնշումներ լինեն եւ ստորագրվի, պետք է մեխանիզմներ լինեն, որ այդ պայմանագիրը չխախտվի։ Հակառակ պարագայում սա կլինի հերթական փաստաթուղթը, որը ստորագրել է Ալիևը։ Բազմաթիվ անգամ հորդորներ, կոչեր եղել են Ադրբեջանը միշտ խախտել է, խախտում է եւ կարծում եմ ելի կխախտի։ Կոչերից պետք է անցնել գործի, այսօր աշխարհում ուժն է, ծնվում իրավունք, եւ Միացյալ Նահանգները սանկցիաներով է վախեցնում, չէ՞, Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Նույն ուրեմն դիրքորոշում պետք է լինի Ադրբեջանի հետ կապված, ուղղակի խոսքեր ասել եւ խնդրել, որ բաց թողնեն գերիները։ Կոչեր անեն, հորդորել։ Դա այս աշխարհում հատկապես Ալիևը որ տեսնում է, որ Ռուսաստանը ուժով է իր հարցերը փորձում լուծել, լինելով իր փոքր դաշնակիցը, դժվար թե նա գնա ուղղակի խոսքերից ելնելով ինչ-որ զիջումների։ Միացյալ Նահանգներից խոսեցինք, վերջերս Մարկո Ռուբիոն պետքարտուղարն էր Միացյալ Նահանգների Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել, որտեղ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է ամեն ինչ արված է, ինքը այս պահին էլ պատրաստ է ստորագրել, բայց երկրորդ կողմից, երկրորդ երկրի կողմից Ադրբեջանից դեռ որևէ արձագանք տեղի վայրի ժամի մասով չկա։ Մարկ Ռուբիոյի զանգը ինչ է իր մասին ենթադրում, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ իսկապես Հարավային Կովկասում ժամ առաջ խաղաղություն կնքվի եւ ինչ են պատրաստ դրանով անել Միացյալ Նահանգները, որ այնտեղի ունենան։ Կարևոր էր, որ ռազմավարական գործընկերության մասին խոսվեց Ռուբիոյի կողմից, այսինքն սա Բայդենի փաստաթղթի շարունակությունն էր, Բայդենի ստորագրած մեր եւ հուսով եմ սա ուղղակի փաստաթուղթ չի, պիտի գործուն քայլեր անել, օրինակ որ սահմանային մոնիտորինգի խումբը գա, Հայաստանին աջակցություն լինի, պարտադիր չի միայն ռազմականի մասին չի խոսքը, նույն տնտեսական կամ տեխնոլոգիաների առումով։ Հայաստանը այս բան շահողի դերում է, ես հույս եմ հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը համաձայնվել է այդ երկու կետերին, հասկանալով, որ Ալիևը չի համաձայնվելու գնալ ստորագրման եւ այստեղ ոչ կոնստրուկտիվը դառնում է Ադրբեջանը, ինչպես Ուկրաինան համաձայնվում է ԱՄՆ պայմաններին, որպեսզի Պուտինը լինի մերժողը եւ ասենք մենք պատրաստ ենք։ Ինչ եք դուք առաջարկում։ Սա լավ քայլ էր, եթե իհարկե նպատակը դա էր։ Մարկո Ռուբիոն պետք է խոսքից կրկնենք անցնի գործի, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք ուզում է այստեղ խաղաղություն, Ռուսաստանի ազդեցություն չեզոքացնելու նպատակով։ Գիտեք, Թրամփը 4 տարի է իշխանության, իսկ նահանգներում 4 տարին կարճ ժամկետ է։ Նահանգներ ունի ռազմավարություն, թույլատնել Ռուսաստանի ազդեցության գոտիները տարբեր տարածաշրջաններում։ Եվ դա ապացուցում է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ Գերմանիայից տեխնիկա բերելը Հայաստան ապակայունացնող գործոն է։ Եթե իրենք իմանային, որ Միացյալ Նահանգները դուրս է եկել Հարավային Կովկասից եւ իրենց մրցակից չէ, այդպիսի հայտարարություն չէին անի։ Սա ապացուցում է, որ նահանգները չի պատրաստվում հեռանալ եւ այստեղ ուզում է խաղաղություն լոգիստիկ ճանապարհների անցման եւ Ռուսաստանի ազդեցության չեզոքացման նպատակով։ Լիլիթ, շաբաթվա կարևոր իրադարձություններից էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը մեր երկիր։ Ինչպես ես գնահատում այդ այցը, սա ինչ այց էր, սա այց էր, որ բարեկամական երկիրը մեր կողքին է ցանկացած իրավիճակում սատար կանգնելու, ինչու որտեղ այնտեղ շատ կարևոր մի մեսիջ հնչեցրեց Արաքչին, ասելով, որ տարածաշրջանում էսկալացիայի վտանգը կա։ Եվ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ էսկալացիայի վտանգը ում կողմից է, քանի որ վերջերս էլ անդադար հապատեղեկատվություն է տարածում նույն Ադրբեջանը, թե իբրև հայկական կողմը կրակում է։ Հայկական կողմը ասում է չենք կրակում, հետո ասում են իրենք են կրակում, բայց դա մեզ վտանգ չի սպառնում եւ այս թնջուկը որտեղ է գնում։
Մեզ վտանգ կսպառնա, եթե Ռուսաստանը կարողանա սառեցնել իրավիճակը Ուկրաինայում եւ այստեղ օգնության գալ նոյեմբերի 9-րդ կետի կատարման նպատակով Ադրբեջանին, որովհետեւ այսօր երկու երկիր կա, որ պահանջում են նոյեմբերի 9-րդ կետը, դա Ռուսաստանն է եւ Ադրբեջանը։ Նույնիսկ Թուրքիան իբրև թե կոնստրուկտիվ է ուզում երևալ, իր խնդիրներից նաեւ ներքաղաքական ելնելով, ասում է լավ է, որ պատրաստ է խաղաղության։ Երկու երկիր է այսօր դիստրուկտիվ եւ Ռուսաստանը երկու կողմերին կոչ է անում չլարել իրավիճակը, երկու կողմը որն է, այսինքն դուք ինչ ասում եք, որ Հայաստանն կրակում է, դուք բոլոր հետախուզական տվյալները ունեք իմանալու համար, ով է կրակում, սա լավ չի։ Եվ Իրանն էլ է հասկանում, որ այստեղ կարող են այո ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով։ Մյուս կողմից սա նաև իրենց է վերաբերում, որտեղ տարածաշրջան ասելով Իրանին էլ նկատի ունեն, իսկ մենք այսօր տեսնում ենք Տրամպը Իրանի հետ կապված ինչ զգուշացումներ է անում։ Սա մեկ այլ հաղորդման մաս է։ Ինչ վերաբերում է Իրանին նոյեմբերի 9-ի հետ կապված, ես նշել եմ, որ մեր շահերը ոչ լիովին են համընկնում։ Իրանը չի ուզում ճանապարհի բացումը, որպեսզի Նախիջևանի վրա իր ազդեցությունը չկորցնի։ Հիմա Իրանով է ճանապարհը, չէ՞, գնում Ադրբեջանը, անդադասment մեր տարածքով եկեք։ Իրանը դեմ է ընդհանրապես ճանապարհների բացմանը, իսկ մեզ ձեռնտու է ունենալ մեր վերահսկողության տակ ճանապարհ եւ ճանապարհները բոլորը պիտի բացվեն, ինչպես Փաշինյանն ասաց, սովետական շրջանի բոլոր ճանապարհները, ոչ թե միայն այն, որը մեզ որևէ օգուտ չի տալիս, դա չի ներգրավելու մեր ենթակառուցվածքները, ընդհանրապես լինելու է միջանցք, որը միացնելու է թուրքական աշխարհը միմյանց հետ եւ Ռուսաստանից համակային կապ է ստեղծելու Թուրքիայի հետ եւ ճանապարհ մերձավոր արևելք, այսինքն մեզ ձեռնտու չի միայն այս մի կտորը ճանապարհի բացման։ Տեսեք, այդուհանդերձ եւ եզրափակենք, հա, տեսնելով, որ այո, Ադրբեջանը անդադար սադրիչ գործողություններ է իրականացնում, պատերազմի հռետորաբարության լեզվով է խոսում, մենք լռում ենք, մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք խաղաղության անդադար, Իրանից է հնչում, որ այո, էսկալացիայի վտանգ է, այդ ամենով հանդերձ, հա, որ փազլը հավաքում ենք, ինչ պատկեր ենք ստանում։ Իսկապես կգնա էսկալացիայի Ադրբեջանը, բախման կգնա, թե ուղղակի սա ներքին լսանի համար է։ Երկու փաստ է այստեղ կարևոր միջազգային իրավիճակը, Ռուսաստանի իրավիճակը, որովհետև Ռուսաստանն է հանդիսանում իմ կարծիքով ապակայունացնող գործոնը տարածաշրջանում։ Ադրբեջանը ինքը այնքան հզոր երկիր չէ, որ միայնակ որոշի Հայաստանին է պատերազմել կամ ոչ, ինչպես դա 20 թվականին եղավ։ Սա նաև կախված է Թուրքիայում իրավիճակից, ներքաղաքական, Սիրիայում, այո, Իսրայելում, բացի այդ Թուրքիան կարծես ձեռնուց է նետում Ռուսաստանին, Ուկրաինայում, ասելով, որ մենք էլ ենք պատրաստ մասնակցել խաղաղապագործունեությանը, սա կախված է տարածաշրջանում խաղացողների իրավիճակից։ Իրանի հետ կապված ԱՄՆ-ն ինչ որոշում կկայացնի, ամեն ինչ մեզնից չի կախված, եւ ամենակարևորը Ադրբեջանը սպասում է տեսնի ԱՄՆ-ն գործուն քայլեր կանի, թե ոչ, իրական ճնշումներ կկիրառի, թե ոչ։ Եթե էլի Բայդենի ժամանակվա ճնշումներ լինեն, որ ուղղակի բառեր էին եւ Ադրբեջանը սպասում էր, կներեք, մարախ մտած, հիմա եթե չլինեն կոնկրետ քայլեր, Ադրբեջանը կարող է գնալ էսկալացիա, ես պատերազմ չեմ կանխատեսում, որովհետև իրենց պետք է կոնկրետ տարածքում կոնկրետ էսկալացիա, Սյունիքում, Հայաստանի վրա հարձակման պայմաններ չեմ տեսնում ես։ Շնորհակալ եմ, Լիլիթ, մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։